Ողջույն սիրելի աշակերտներ, խնդրում եմ ասեք, որն է այսօրվա մեր դասի թեման։ Դավիթ։ Այսօրվա մեր դասի թեման Հայք և Բել։ Հայք և Բել, շատ ապրես։ Մենք արդեն երկրորդ դասաժամերից անցնում ենք Հայք և Բել, որոշ չափով տեղեկություններ ունենք Հայքի և Բելի մասին։ Ուզում եմ հիշեցնել նաև այսօրվա մեր դասի նպատակն է զարգացնել բանավոր խոսք, մտքերն անկաշկալ արտահայտելու կարողություն և զարգացնել գրավոր խոսք։ Գրելու ենք փոքրիկ շարադրանք։ Մեր դասի նպատակն է, որից բխելու է դասի վերջնարդյունքները, իսկ վերջնարդյունքում մենք ձեզ հետ պետք է կարողանանք հասկանալով և արտահայտիչ ընթերցել գրվածքը, բնագրի գրվածքից դուրս հանել և բնութագրել հերոսներին, մեր գլխավոր հերոսների պատմվածքի և պատասխանել գրվածքի բովանդակության վերաբերող հարցերին։ Գրավոր խոսքում պետք է պահպանենք ուղղագրական արժեք ներկայացնող բառերը, երեխաներ ջան։ Գրվածքում կային բառեր, որոնք գրության և արտասանության տարբերում են, դրանք պետք է այսօր ձեզ հետ կարողանան ճիշտ գրել։ Եվ դասը, որպեսզի ավելի արդյունավետ և ավելի հստակ կարողանանք մեր վերջնարդյունքներին հասնել, օգտագործել ենք հետևյալ հնարները՝ արդարության գավաթ, թափառող թերթի հնարն են կիրառելու ուղղագրական բառերը ամրապնդելու համար և տեղեկատվական ամուսյակից օգտվելու, այսինքն պատասխանելու ենք բովանդակությանը վերաբերող հարցերին մեր գրվածքին և վերջում ամփոփելու ենք 3-2-1 հնարով։ Լավ, պատրաստ եք։ Ուրեմն մինչ դասի բովանդակության ընթերցման անցնելու երեխաներ ջան, առաջարկում եմ դիտել մուլտֆիլմը Հայկ Նահապետի մասին, կկատարենք քննարկում, այնուհետև կբնութագրենք հերոսների, մինչ դա կփորձենք ընթերցել կիրառելով մի քանի հնարներ։ Պատրաստ եք։ Ուշադրություն, միացնում եմ հեռուստացույցը, դիտում եմ։ Դիտելուց հետո փաստերը արձանագրել, ուշադիր եք լսում։ Ինչպես ցանկացած ընտանիք, այ ժողովուրդն էլ ունի նախարար, որից սկիզբ է առնում իր պատմությունը։ Դա Հայկ Նահապետն է։ Հենց Բաբելոնում որոշվեց կառուցել հսկայական աշխարհ, որը պետք է դառնար աշխարհաչափությունը, մարդասիրությունը, ազնվությունը։ Չկարողանալով համոզել Հայկին, այդպիսի աղեղ պատրաստելու համար պետք է հատուկ։ Սիրելի երեխաներ, ուրեմն դիտեցինք տեսաֆիլմը Հայկ Նահապետի մասին, ուշադիր լսեցիք։ Հիմա ձեզ 3 րոպե ժամանակ եմ տալիս, զույգերով քննարկում եք և յուրաքանչյուրը ներկայացնելու եք մեկ փաստ, որ իմացանք ֆիլմը դիտելուց հետո արդեն։ Պատրաստ եք։ Ունեք 3 րոպե ժամանակ։ Սկսեցինք։ Զույգային աշխատանք։ Աշխատում եք զույգերով եք աշխատում։ Դուք գրեցիք փաստերը։ Այժմ օգտագործելով արդարության գավաթ, այսինքն մեր սիրելի անի մեթոդը, որպեսզի ավելի արդար լինի, ուզում եմ անիվով կանչեցնեմ այն աշակերտների, այն սովորողների անունները, ովքեր պետք է հիմա ներկայացնել, լավ, ուշադիր։ Աննա։ Վելը, դուք քննարկել եք Վելը բռնակալներ, համաձայն եք։ Հաջորդը։ Մարիա Գրիգորյան։ Հայքը մենասունքի։ Լավ։ Սոֆի։ 5000 տարի առաջ ամենամեծ քաղաքը Բաբելոնն է։ Շատ լավ։ Հաջորդը տեսնենք ով է պատասխանում, Արադ։ Անի Մելքոնյան։ Հայքը եկել է հսկաների տողից էին։ Օյո, շատ ճիշտ է, հսկաների տողից էին։ Եվ մեկ անգամ ևս պատտել, Ռիվսիմե։ Վելը իրեն դրել էր Աստծո տեղ։ Ահա, Վելը իրեն դրել էր Աստծո տեղ։ Ահա, հաջորդը Ալբերտո։ Հայքը ցանկացավ ստրկանալ Վելի առջև։ Դուք շատ ճիշտ դուրս եք իրեն փաստերը, որը իմացաք ֆիլմը դիտելուց հետո։ Այժմ ուզում ենք մի փոքր քննարկում անցկացնել, որ անցնենք գրվածքի ընթերցմանը։ Համաձայն եք։ Լավ։ Գրադարանի կարդում եք, ինչ եք գրել։ Ազատ եւ անկախ լինել։ Լսել եք այս արտահայտությունները, շատ եք լսել։ Եկեք քննարկենք, ինչ է նշանակում ազատ եւ անկախ լինել, եւ ինչու է դա մեջտեղ։ Ինչ է նշանակում ազատ եւ անկախ լինել։ Ազատ եւ անկախ լինել, դա նշանակում է, որ մարդը կարող է անել ինչ ցանկանա։ Լավ, ազատ է։ Ահա, Սոֆի։ Ազատ եւ անկախ լինել, իմ կարծիքով նշանակում է ունենալ ազատ խոսքի հնարավորություն, արտահայտել կարծիքը, լինել անկախ եւ առանց ոչ մեկի ասելու շարժվել։ Անգելի աշակերտներ, լսեցի ես ձեզ, իրականում դուք բոլորդ եք շատ ճիշտ պատասխաններ հնչեցրեցիք եւ ամփոփելով ինի վերելով ձեր ասածները,
եկեք մեկ նախադասությամբ ամփոփենք, ինչ է նշանակում ազատ եւ անկախ լինել։ Ալբերտո։ Ազատ եւ անկախ լինել նշանակում է ինքնուրույն որոշումներ կայացնել, որոնք օգնեն ձեզ քո հարազատ մարդկանց։ Այո, երեխաներ, իրականում շատ ճիշտ ձևակերպում տվեք Ալբերտո։ Կեցեք շատ լավ է։ Այժմ բացենք անդասավերքերը, երբ փորձում ենք ընթերցել գրվածքը, նախ միմյանց շարունակելով, այնուհետև ընթերցելու են գտիր նախադասությունը հնարը կիրառելով եւ գտնելու եք այն հատվածը, որը ես կասեմ, այսինքն ընտրելու եք եւ գտնելու եք ընտրողի ընթերցանությունը իրականացնելու։ Բացառեցին դասավերքերը, ընթերցում ենք միմյանց շարունակելով։ Հայտիկներից են օգտվում, հայտիկներից։ Անեցի։ Ռիփսիմեն, սկսի։ Այդ երկու հայտը բարձրացած միանացիքում բանջարներ աչքերով ու հատ բազուկներով դուրսացում է։ Նա ըմբոստացած բռնական դերից է։ Բռնականի հաջողվել է եղել։ Շարունակում եմ Աննա։ Այդ չցանկացած եւ հարբեր դեպի մտերիմներով գնաց բնակվեց Արարատի երկու։ Շարունակում է հիմա ասեմ ով Սարգիսը։ Իննես նայել մի յուղ, երբ ոչը դիամոնով հարկացավ։ Շարունակում է Արինան։ Իսկ վեր նոր գիշեր մտածում էր, թե ինչպես սնկի բերի հաճին ու նրա որդիներին։ Բավական է։ Դավիթ Հակոբյանն է ընթերցում հաջորդը։ Հայտը մերժում է բերի առաջարկիներ նրա մարդկանց հետ է ուղարկում։ Այն ժամանակ վերը հսկայական Շարունակում է Արևիկը։ Ուշի երկողեն հայտը շուտապույր հավաքում է որդիներին ու թորներին։ Շատ լավ, ընթերցեցիք շարունակելով միմյան, շատ ուշադիր հետևում եք, կեցեք։ Այժմ ընթերցում ենք գտիր նախադասությունը։ Պատրաստ եք։ Այո։ Գտիր նախադասությունը։ Մեղմացրու քո հպարտ։ Մեղմացրու քո հպարտ բնավորություն, ինչ հրաժարվելով ապրի պրոցես կամենաց։ Լավ։ Հաջորդ նախադասությունը գտիր ապրում էր Հայկը։ Անգելինա։ Ապրում էր Հայկը խաղաղ եւ զբաղված էր աշխարհացել գործով։ Շատ լավ։ Գտիր նախադասությունը։ Հայկը չցանկացավ գտա։ Ցանկացել եթաններ եւ իր մտերիմներով գնաց բնակվել Արարատի երկու եւ մի բարձր փոխ։ Շատ ապրես, կեցեք։ Եվ գտեք նախադասությունը։ Երբ երկու լիավ Եվ երկու կողմի հրաժարվել բախտեցի եւ իր վրա անհետի դղրդյուն բարձր։ դղրդյուն Դղրդյուն կեցեք, շատ ուշադիր եք, եւ շատ լավ դիտեք դեպքի բոլոր նախադասությունները, որը ոտնասում եք գտնվում, այժմ ընթերցում ենք ընտրողի տեսանյութը իրականացնում։ Գտեք եւ ընթերցեք բնագրի այն հատվածը, որտեղ նկարագրվում է Հայկի եւ Վելի կռիվը։ Նկարագրվում է Հայկի եւ Վելի կռիվը։ Սոֆի Եվ կողմից կաներ բախտեցի եւ իր վրա անհետի դղրդյուն բարձր։ Հայկը առաջնվել եւ երկու հետո խոցեց կորած բերի։ շատ լավ։ Գտեք եւ կարդացեք այն հատվածը, որտեղ Հայկն աղապետը իր ժողովրդի հետ հեռանալու որոշում կայացրեց։ Ալբերտո։ Հայկը ցանկացել դիմարկել եւ իր մտերիմներով գնաց բնակվել Արարատի երկու մի բացատի կառուցական օգուտ։ Այժմ սիրելի աշակերտներ, վերցնում ենք գրիչները եւ թերթիկները։ Բնագրի առաջին նախադասությունից դուրս ենք գրում այն հատկանիշ ցույց տվող բառերը, որոնցով բնութագրված է Հայկը։ Սկսեցիք աշխատել։ Դե եկեք, մի քանիսը բարձրաձայն ենք, Ալբերտո, Լայնացիկու։ Նորեցի հարցնում, բնութագրի վայր չակար, ես մեկ էստեղ վելի դիագրամն է, մի կողմի Հայկի բնութագրով բառերն են կպցնում, այս բառում են կպցնում, դա հաջորդը Սվետա, բառերուն աչքերով, գանգրահեր, հացրու, բնութագրեն ևս Էլիկա բարերը ջուցազն արի, ջուցազն հսկա էլ ուրիշ իմաստով, որտեղ ենք հանդիպել ասա։ Առասպելական հերոս։ Այո, որպես առասպելական հերոս գիտեք, շատ ապրեք, սիրելի աշակերտներ, շատ ճիշտ բնութագրեցիք Հայկի, ըստ բնագրի։ Այժմ ամբողջ դեպքից դուրս են գրում այն հատկանիշ ցույց տվող բառերը, որոնցով բնութագրված է վելը։ Գորոս, շատ ճիշտ է, արդեն գիտես որտեղ ես փակցնում, Անգելինան, բռնակալ, շատ ճիշտ է։ Դավիթ, ամբարտավան, կեցես, երեխաներ, եթե դուք այս հատկանիշները գրել եք, չկրկնվեք, Սվետա, վախտոտ շատ ապրեք, բնութագրենք Վելին, եւս մեկ հատկանիշով, Սամվել, ինչ ես գրել, հսկաբել հացրում, լավ, ուժեղ, այո, ուժեղ եք նայեմ, բերեք, ապրեք, շատ ապրեք, կեցեք, մենք բնութագրեցինք հերոսների, մեկ անգամ ևս քննարկենք եւ տեսնենք ինչ ընդհանուր հատկանիշ ունենք նրան։ Ճիշտ է, շատ հատկանիշներով տարբեր են։ Եկեք ընդհանրացնենք, ինչ ընդհանուր հատկանիշներ ունեին, հապա Սոֆի։ Ընդհանուր հատկանիշներն էին, որ երկուսն էլ ուժեղ են եւ երկուսն էլ հսկա։ Շատ ապրես, մեր կենտրոնում հացրու, շատ լավ սիրելի աշակերտներ, մենք ընդհանրեցինք
Մեկ գրվածքի հերոսներին, հարաշվելի հերոսների, աշխատեցինք նաև աշխատանքային տետրերում, առաջադրանքները կատարեցինք, հիմա եկեք իմի վերելով ասեմ, ինչ որակներով էր օժտված հայկը, ինչ որակներով էր օժտված հայկը, նա վայրչակազմ էր, լավ, Սոֆի բնթագրիր, նա հատակասեր չէր սիրում երկհարկվել ուրիշներին։ իսկ գրվածքում ինչպես էր այդ հատարությունը ներկայացված, Ծառայության տակ ընկնել։ ծառայության տակ ընկնել ապացույցի ինչ նշանակում սրիկները, ինչ է նշանակում ծառայության տակ ընկնել եւ Ծառայության տակ ընկնել նշանակում է ինչ որ մեկի ինչ սրիկ աստրիկանը։ ծառայության տակ ընկնել նշանակում ինչ որ մեկի մարդի դեպքում եւ այդ ոսկորը ստեղ կանալ։ Այսինքն կա նաեւ շունչը փչել դարձվածքը ինչ է նշանակում շունչը անա, Շնչառողն է մահը։ մահանալ նշանակում շատ լավ, այսինքն անշնչանալ։ Ուզում եմ բարերի բացատրությանը քանի որ անդրադարձանք, ասենք նաեւ ինչ է նշանակում ըմբոստանալ, Նշանակում է չերթարկվել, շատ լավ։ Բռնակալ ինչ է նշանակում, Ալբերտո։ բռնությամբ ենթարկվող։ Ներխուժել ինչ է նշանակում։ Ներխուժել նշանակում է բռնի ուժով ներս։ Ահա, բռնի ուժով ներս մտնել, շատ լավ։ Կեցեք երեխաներ, այժմ գրվածքում տեղ գտած ուղղագրական բառերի գրությունը եկեք ստուգենք եւ անդրադառնանք թափառող թերթի հնարի օգտվելով։ Այժմ ես կբաժանեմ ինձ կարող է օգնել Սոֆին, Մարիա, արա բոլորի բաժանիր։ Բաժանիր, յուրաքանչյուրին մեկական թերթի եք տարի։ Բոլորը ունեցան։ Ցանկական բարերի տանուշադիր եք եղել բնությանը եւ արտասանության ինչպես է արտասանում ինչպես է գրում այժմ հրահանգստալիս է թափահարում եք երբ որ մեկ բառի բաց թողնված ուղղագրական տառը գրում եք եւ բառերը մեկ գրվածքից են գրելուց հետո թափահարում եք մեկ կողքի կանոնով ով վերջացրել եւ թափահարում է արագ թերթիկները փոխանակում եք պատրաստ եք շատ հեռու չեք գրում որտեղ կանոնով եք այդից եք աշխատում փոխանակում իրականացնում Շատ լավ, սիրելի աշակերտներ ավարտեցինք։ Հիմա եկեք կատարենք ստուգում։ Մեկը կարդում է բառը, ուղղագրական տառն ասում, մյուսները հաստում են ճիշտ են գրել, պես սխալ։ Լավ, պատրաստ ենք։ Սոֆին դեպսիր առաջին բառը հատասանվում է։ Գրվում է։ Բոլորն այդպես են լավ, Անդերտով։ Կանաչազատ։ Գրում է դիով, պատասխանում է դիով։ Արինա։ Զորք կարդում է եւ զորք գրում է։ Լավ, գետասան։ Լիա։ Ջուցազը կարդում եք ջուցազը, դիգը ուցը ադի։ Լավ, շատ լավ, ճիշտ իմացացի։ Սիրելի աշակերտներ, այժմ օգտվելով տեղեկատվական ամուսակից, եկեք ամփոփ ներկայացնենք մեր գրվածքը։ Ձեր միջոցով պետք է պատասխանենք բնագիր վերաբերյալ հարցերի եւ կարելի ասել նաեւ ամփոփ ներկայացնենք վերջնական նախադասություն։ Ես օգտվում եմ նաեւ անիվի հնարից, որտեղ ջրված է այն հարցերը, որոնք կան ամուսակ։ Առաջին հարցը ով ինչը, երկրորդը ինչ արեց, երբ, որտեղ եւ ինչու։ Շատ հարցը ինչը ստիպեց Հայկին հեռանալ Բաբելոնից։ Սոֆի Հայկին ստիպեց այն, ինչ էր ուզում, իր ծառայության տակ ընթել։ Հաջորդ հարցը ինչ արեց Հայկը, երբ Բելը հետապնդեց նրան, ինչ արեց, ապա Ալբերտո։ Երբ Բելը հետապնդեց Հայկին, Հայկը դուրս եկավ պայքարի։ Ահա, որոշեց պայքարել, շատ ապրեց։ Հարցը ինչու Բելը պարտվեց երեխաներ, ինչու Բելը պարտվեց, Լիա։ Բելը պարտվեց, որովհետև Բելը ազնիվ չէ։ Բելը ազնիվ չէ, ուրիշ պատճառաբանություն ինչու Բելը պարտվեց։ Բելը պարտվեց, որովհետև նա հավաքված էր, նա հեռացել էր իր զորքից։ Ահա, այսինքն ինքը իր զորքի կողքին չէ, եւ վերջում ինչ կարող եք ասել եւ ավելացնել։ Որ նա ուզում էր երկրներ գրավել եւ Դավիթ եւ Նահավետը ընդհանրապես պաշտպանվում էր։ Ահա, այսինքն նրա պայքարը ազնիվ պայքար է, ոչ անազնիվ պայքար է, ցանկանում էր ներխուժել Տիրանալ։ Իսկ Հայկի պայքարը ազնիվ պայքար է, որովհետեւ պաշտպանում էր իր երկիրը եւ իր ժողովուրդը։ Դեռ կարող ենք ասել, որ Հայկի կռիվը ինչ արեց, Հայկի կռիվը ինչ արեց, հաղթանակը նորից բացվեց, այո, հայերի համար որպես պատմության սկիզբ։ Եվ այդ սկիզբը ինչպես է տոնվում, ինչպես անվանվեց, այդ առաջին ամիսը սկիզբը ինչպես անվանվեց։ Անվանվեց Նավասարդ։ Մենք հաջորդ ժամին անցնելու ենք Նավասարդի մասին, հանձնարարում եմ տանը տեսափիլմը դիտել, կգաք եւ կքննարկենք Նավասարդյան տոների եւ խավերի մասին կխոսենք։ Շատ լավ։ Պատասխանելով այս տեղեկատվական ամուսակի հարցերին, կարող եք ամբողջացնել եւ ասել, որ ով Հայկը, ինչպեսի Հայկը, Խոհեմ Հայկը, ինչ արեց, հաղթեց, ու մաղթեց, բնական բերին եւ սկիզբ դրեց մեր ազատությանը, այսինքն պայքարեց իր սերունդների ազատության եւ անկախության համար։ Կարող եք այսպես ամփոփել։ Շատ լավ։ Կեցի աշակերտներ ամփոփելով, եկեք 3-2 հնարով իմի բերենք այն ինչ որ այսօր ձեզ հետ սովորեցինք, կարևորեցինք եւ կկիրառենք։
Պատրաստ եք։ Այո։ Ասում ենք 3 բան, որ սովորեցինք դասի ընթացքում։ 3 բան, որ սովորեցինք։ Ալբերտո, Մենք սովորեցինք լինել ազատ եւ անկախ։ լավ, սովորեցինք, Լիա, Սովորեցինք ելերի հետ համագործակցել։ լավ, այդպես էլ կարող ենք ասել, սովորեցինք, Սովորեցինք լինել ազնիվ։ լինել ազնիվ, մեկ դեպ նշենք, իհարկե 3-ից անցած, բայց ոչինչ։ Ասա, Սովորեցինք, որ պետք է պայքարել հանուն հայրենիքի։ շատ լավ։ Այսօր նշում ենք 2 բան, որ կարևորեցինք, որ շատ կարևոր են մեզ համար, կարևորեցինք։ 3 բան, որ կարևորեցինք, 2 բան, որ կարևորեցինք, Անիջան, Մենք կարևորեցինք լինել ազնիվ։ լինել ազնիվ, ազատ եւ անկախ։ Մի բան է, որ կարևորեցինք, Ալբերտո, Մենք կարևորեցինք մեր ակունքները։ ծանոթանալ ակունքների, դա շատ կարևոր է, շատ ապրեք եւ մեկ բան, որ կկիրառենք, մեկ բան, որ կկիրառենք։ Մեկ բան, որ կկիրառենք։ Ես կիրառեմ լինել ազատ եւ անկախ, ունենալ սեփական կարծիք։ Տեսանք շրջեցինք տարածության եւ ժամանակի մեջ, այսինքն հետ գնացինք մեր ակունքները, տեսանք որտեղից ենք սկիզբ առել, ուր ենք հասել եւ մենք վերցրեցինք իսկապես Հայկի հատկանիշները։ Որ հատկանիշները այդ հիմա կվերցնեք ու ձերը կդարձնեք, դուք եք կդառնաք դրա նման։ Հայկի որ հատկանիշները։ Ուժեղությունը, ազնվությունը, այլևս վերցնել Հայկի, Դավիթ։ Ես կուզեի լինել լայնացիկում եւ ուժեղ։ Շատ ապրեք, եցեք սիրելի աշակերտներ, մեր առջև դրված վերջն արդյունքներին մենք հասանք։ Նշեք տնային աշխատանք, Հավարով գրաֆիկի բառերը գրում են եւ դրանցից 4-ով կազմում նախադասություններ։ Սիրելի աշակերտներ, այսօր ուզում ենք ամփոփենք եւ քննարկենք խոսքի մասեր թեման։ Ավելի ամրապնդելու համար դες խաղ ենք խաղալու մասերը։ Ինչ խոսքի մասեր անցան։ Գոյական, լավ, վայ եւ ածական։ Յուրաքանչյուրը գիտեք ինչ է ցույց տալիս, չէ՞։ Գոյական ինչ է ցույց տալիս։ Առարկաները, այո։ Ինչ է ցույց տալիս վայը։ Եվ ինչ հարցերի եւ պատասխաններիցի մեջ։ Ինչ ան խոսքի մասը, ինչ է ցույց տալիս, եկեք ամփոփելով ասենք։ Շատ ապրեք, այժմ ամրապնդելու համար ձեզ հետ խաղալու ենք, հա։ Մեկ հոգին ընթերցում է հարցը, պատասխանը հնչեցնում է, գալիս է դրատակարդում, ընտրում է ճիշտ պատասխան։ Առաջին հարցը, ընթերցում ենք Անի Մերքոնյան։ Նշաններից ո՞րն է գոյական։ Յարացել, հագացել, ներ, անվարտական։ Ճիշտ պատասխանն է։ Լավ, ահա, շատ ապրես։ Վայրչակաց, ըմբոստանալ, ստեկացնել, զոք։ Ճիշտ պատասխանն է վայրչակաց։ Ահա, թերցելույցի մեջ։ Նշի անց ֆիստոկով գոյական հայ, մարդիկ, երկրի, Թերցելով նոտեցի։ Գոյականները, անցույցով։ Հայ, ճիշտ է։ Շատ ապրես, կեցրես։ Նշվածներից, որ գոյականներ դրված հոգրակի թվով։ Աշխար, դահապեր, սերունդներ, հերբեր։ Շատ ապրես, կեցրես։ Սերունդներ, օգնակի թվով է։ Որ վայրներ դրված հոգրակի թվով։ Ապրում է, հետապնդներ, հեռացան, ուղարկում է։ Օգնակի, շատ ճիշտ է, կեց։ Հաջորդ հարցը ընթերցենք Անի Շայնյան։ Որակականները բնութագրում բերին է։ Աբարտավան, խոհեր, իջտահավան, քաջը։ Իջտահավան, Եվ աբարտավան։ ամբարտական շատ ճիշտ է ապրես։ Հաջորդ հարցն ենք ընթերցում Սվետա։ Նշի հատուկ անուն է։ Բաղվելան, հայկաշեն, ձերնամոբիտ, ոտքիներ։ Ճիշտ պատասխանն է։ Հայկաշեն եւ բաղվել։ Վերջ հարցերի երեխաներ։ Շատ ապրեք, եցեք, որտեղ 10 հարցից դուք ընդհանրապես մեկ հարցի սխալ պատասխանեցիք, ոչ թե պես լինում։ Իսկ մեկ սխալներից վահանում եք, որ այլ ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Մեկ սխալներից հետո մեկ սխալից դասեր խաղեն եւ այդ սխալի աշխատել դուրս եկել։ Շնորհակալություն, շատ լավ խաղացիք ապրեք։